Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Քաղցր ու զորավոր Աստծո ներկայություն կա սիրելիս։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Տերը ձեզի շատ օրհնի։ Շնորհակալություն ձեզ, Աստված օրհնի ձեզ։ Փառաբանության թիմ ջան, եկեղեցի ջան, բարև ձեզ։ Կարակ իրար մատ քաղցր բան ասեք ու նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Հալելույա։ Տերը ձեզի շատ օրհնի։ Ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին։ Տերը ձեզի շատ օրհնի, Փառք Հիսուսին, կարակ նստեք, շնորհակալ եմ։ Հրաշալի փառաբանության թիմ, հրաշալի Աստծո ներկայություն։ Հալելույա։ Գիտեք, սերներս ահագին ժամանակ այստեղ չեմ եղել, եկեղեցում չեմ եղել, բայց նենց չի որ մեր հովենստուն չեմ գալիս, չեմ գնում, գալի գնում եմ, ուղղակի դուք չգիտեք, հա։ Ու այսօրվա խոսքը հենց նենց է վերնագրել եմ, դուք չգիտեք։ Շատ կարևոր բան կա, որ ես ու դու գիտես ժամանակ առ ժամանակ կանգնում ենք մի իրավիճակի մի փաստի առաջ ու հասկանում ենք, որ այ մարդ մենք բան էլ չգիտենք, էլի։ Աստծո խոսքը ասում է, եթե գիտես, որ մի բան գիտես, ուրեմն բան էլ չգիտես։ Եթե քեզ թվում է, թե դու ամուր կանգնած ես, զգուշ մնա, որ չգնես։ Ու գիտես, իրականում դենց է, մարդիկ կան, որ ասում են, գիտես, մենք Աստծուն նենց ենք ճանաչում, դե ես որ Աստծո հետ մոտիկ եմ, այս վերջերս չգիտես ինչի շատ հաճախակի եմ այդ բանը լսում, մանավանդ մարդիկ, քույր ու եղբայրները, ովքեր որ բավականին վերջերս, մի ամիս, 2 ամիս, 3 ամսվա ապաշխարած են, եկեղեցի են գալիս ու իրան գալիս են ասում, հով ջան, դե մենք որ Աստծո հետ շատ մոտիկ ենք։ Մի վկայություն պատմեմ ու շարունակեմ, երկար տարիներ առաջ, երկար չէ, հա, արդեն երևի մի 2-3 տարի առաջ, մինչև մեր մեծ դալիճ տեղափոխվելը, մենք մի ուրիշ դալիճում ենք, Հովհաննեսը մեր մոտ ծառայել է, 2 դալիճներում է, եթե կհիշես հին դալիճում ինքը ամֆիթատրոն էր ու բեմը շատ ներքև, ժողովուրդը վերև ու դու այս սենց էիր քարոզում, մարդիկ մտածում էին համացանցով դիտողները, թե դու քիթդ բարձր ես քարոզում, բայց չէին պատկերացնում, որ ժողովրդին ես նա, որտեղ ժողովուրդը շատ բարձր են, հա, Փառք Հիսուսին։ Ու գիտեք, դրա մեջ հոգևոր խորհուրդ կա, էլի Աստված այնքան գնահատեց իր ժողովուրդը, որ ինքը իջավ, սիրելիս, որ ինքը իջավ, իր ատորը թողած, իր տեղը թողած իջավ, մարմնացավ, որպեսզի ես ու դու փրկվենք, ամեն։ Հալելույա։ Ու երբ որ կանգնած եմ ու այդ չեմ հիշում, այդ օր ինչ էր եղել, տրամադրություն մի քիչ չունեի ու ներս եմ մտել, դու որ ներս ես մտնում հանկարծ դեմքից ժպիտ չկա, բոլոր եկեղեցին կարա վկայի, որ հանկարծ հովի դեմքին ժպիտ չկա, անկախ ամեն ինչի ժողովուրդ ասում են, տեն ասես ինչ եղել, էսի մեր հովիվից չի, որ դեմքին ժպիտ չկա, ինչի չի ծիծաղում ու ես կանգնած աղոթում եմ, առաջի շարքը, փառաբանությունը արդեն գնաց, երկրպագությունն ա գնում ու այդ ժամանակ մեկը, չգիտեմ ոնց, մեր քորիկներից մեկը, դե քանի որ մենք շատ սիրով ընտանիք ենք, կարգ ու կանոնը երևի բաց էր թողել այդ բանը, ու մի հատ քուրիկը ասենց կողքից ուսից բաց հեռա տալի շուռ եմ գալ, ասում է, հովիվ ջան, ասի, հա, նոր վերևում որ աղոթում էի, Սուրբ Հոգին ասեց, այս կարենից տրամը այն չի, լա տենաս ինչ ա եղել։ Ասի դու երևի վերևն ես կայնած, կապդ ավելի լավ ա բռնում, ասա ամեն ինչ նորմալ ա, 5 րոպեից բեմի վրա կհանդիպենք։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, իրականում բաներ կա, որ մենք իրականում չգիտենք ու որ ցույց ես տալիս կամ մարդիկ կան, որ խոսում են Տիրոջ անունից կամ Տիրոջ մասին, ու ընդհանրապես այդ Տիրոջը չեն ճանաչում, հարց է առաջանում, լավ, դու մարդուն կարաս խաբես կամ մարդու աչքերին կարաս թոս փչես, բա հոգևոր աշխարհում դու ով ես։ Գիտես, եղբայրներ կային, Աստվածաշունչ իրանց մասին խոսում է, ու գիտեք, իրանք շատ զորավոր եղբայրներ էին մարդկանց առաջ։ Մարդկանց մոտ ցույց էին տալիս, գիտես ինչի, որովհետև ցեղական քահանա էին իրանք։ Պապա իրանց քահանա, երևի պապի իրանց քահանա, իրանք արդեն քահանան որդիներ էին։ Գնացին մի հատ հոգևոր խնդրի առաջ կանգնան, ու գիտես, քարոզում էին, հրամայում էին, պատկերացնում ես, հրամայում էին, այն Հիսուսի անունով,
որի անունով, որ Պողոսը քարոզում էր, այդ Հիսուսի անունով դուրս արի։ Ու գիտեք դեպի ինչ ասում, այն Հիսուսի անունով, որի անունով, որ Պողոսը քարոզում էր, այն Հիսուսին է գիտեմ, Պողոսին է գիտեմ, բայց ձեզի չեմ ճանաչում։ Դուք ով եք, ձեզի չեմ ճանաչում։ Գիտես հետաքրքիրը ինչն է, մարդիկ լինելով քրիստոնյա, ծնվելով քրիստոնյա երկրում, լինելով հայ, դե քանի որ հայ եմ, հայերի մասին եմ ասում, ամեն մեր հայերիս մասին եմ ասում, լինելով հայ, կոչվելով քրիստոնյա, Քրիստոսին չեն ճանաչում։ Նորմալ է ժողովուրդ, որ դուք նստած ինչ-որ միտեղ խոսում ես ու հենց քրիստոնեությունից խոսում ես, առաջինը գիտես ինչ են անում, մենք առաջի քրիստոնյաներն ենք, ու այդ ասողները հիմնականում ասում են այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսին չեն ճանաչում։ Ուղղակի նախ փառք ասու, բախտ իրանց բերելա, որ հայ են ծնվել, հետն է քրիստոնյա։ Ամեն, քրիստոնյա Հայաստանում են ծնվել, ու գիտես սարսափելին ինչն է։ Երբ որ մարդը խոսում է Քրիստոսի մասին, ու մարդիկ եկեղեցիները, որ ավետարանում են Քրիստոսի մասին ու սկսում են Քրիստոսի մասին քարոզել, իրանց գիտեք ինչ են ասում։ Աղանդավոր։ Բայց շշկրվել են ժողովուրդ ջան, տաղանդավոր։ Հալելույա։ Որտեղ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ունեցող մարդը, երբ որ դու ունես Քրիստոսին որպես քո Տեր ու Փրկիչ, ու դու ապրում ես Քրիստոնեին արժանի ու վայել կյանքով ու ձգտում ես սրբության, դու չես կարող աղանդավոր եղնես։ Աղանդավոր կարա եղնի այն մարդը շեղված, ով որ անունով քրիստոնյա է, բայց քրիստոնյային վայել կյանք չունի։ Ապրում է անբարիշտ կյանքով, ապրում է մեղավոր կյանքով, չգիտեմ, լկտիությունների մեջ, շնության մեջ, գողության, ստախոսության, այդ մարդը չի կարա կոչվի քրիստոնյա։ Այդ մարդուն ես կարամ ասեմ աղանդավոր ու դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այդ մարդը շեղված է, որտեղ ասում է ես քրիստոնյա եմ, բայց Քրիստոսին, քրիստոնյային վայել կյանքով չեմ ապրում։ Եվ մի բան, որ տեղի է ունենում երկար տարիներ առաջ, մինչև որ Քրիստոսը պետք է մտներ իր կոչման մեջ որպես փրկիչ, ու գիտեք ինչ է տեղ ունենում, Քրիստոսից առաջ կար մեկը, որի անունը որ Հովանես էր, ոնց որ մեր հովիվի, հա, բայց լավ իմիջայլոց մի հատ բան ասեմ, երբ որ խոսում էին Հովանես Մկրտիչի մասին, ես մեր հովիվ Հովանեսի անունը դրել եմ Հովանես Լուսավորիչ ժողովուրդ։ Նենց որ մեր Ռաստովի Հովանես Լուսավորիչն, հա, Փառք Հիսուսին, Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ու գիտես, երբ որ Հովանեսը ջրի մկրտություն էր անում, երբ որ Հովանեսը զորավոր ծառայություն էր անում, գիտեք, մոտենում էին Հովանեսին ու հարցնում էին դու ով ես։ Ու գիտես չեն հարցնում ինչով ես անում, ում անունով ես անում, ես ինչ զորությունով ես անում, որովհետև հարց տվողները հենց այդ անողներն էին, մթոն որ Աստծուն էին ծառայում, փարիսեցիները, ու գիտեք ինչ են հարցնում, դու կարող է Եղիան ես, չէ, բա կարող է Մարգարեն ես, չէ, լավ, հələ ամենագլխավորից սկսենք, կարող է դու ես Քրիստոսը։ Պատկերացնում եք ինչ ծառայություն էին կանում, ու ասում են կարող է դու ես Քրիստոսը։ Չէ, ես չեմ Քրիստոսը։ Բա լավ, դու ով ես որ դու ջրի մկրտություն ես անում։ 3 հարց տվեցին։ Լավ, ոչ Քրիստոսն ես, ոչ Եղիան ես, ոչ է Մարգարե ես։ Եղբայր ջան, բա ինչ իրավունքով ես դու ջրի մկրտություն անում։ Ով ես դու։ Ու գիտեք, Հովանեսը մի հետաքրքիր բան է ասում, երբ որ հարցնում են դու ով ես, Հովանես Ավետարան առաջի գլուխ 23-րդ խոսքից, 23 ասեց. Ես եմ անապատում կանչողի ձայնը, թե ուղեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես Եսայի մարգարեն ասեց։ Նայեք, ասում եմ, դուք քանի որ Եսայի մարգարեին գիտեք, Եսայի մարգարեն իմ համար մի հատ բան ասե, քանի որ ձեր համար հեղինակությունն է Եսայի մարգարեն, Աստծո խոսքի մեջ Եսայի մարգարեն իմ համար մի հատ բան ասե, որ Հովանեսը անապատում կանչողի ձայնն է, իսկ անապատում կանչողը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ես էլ իր ձայնն եմ, ուղղակի ոչ մի բան։ Ու իրանք էլի շարունակում են Հովանեսին տանջել։ Ու գիտեք, Հովանեսը էլի ասում, տղեկ, եղբայրներ, իմ անձի վրա մի կենտրոնացեք։ Պետք չի ասես, այ մեծն Հովանեսն է։ Ես էլ եմ ասում, ես անապատում կանչողի ձայնն եմ, այսինքն երկնքի ներկայացուցիչն եմ երկրի վրա, ին վրա մի կենտրոնացեք, ինձանից հետո
ինձանից հետո մեկը կա, որին որ դուք չգիտեք։ Հովհաննես ավետարան առաջի գլուխ 26-րդ խոսք։ Հովհաննեսը պատասխանեց նրան եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք։ Նա ինձանից հետո եկողը, որ ինձանից առաջ եղավ, որ ես արժանի չեմ նրա կոշիկների կապերը արձակելու։ Հալելույա։ Ուրեմն ասում է ին վրա մի կենտրոնացեք, ինձանից հետո եկողի վրա կենտրոնացեք, որ ինձանից առաջ եղե, որ ես ամեն ինչ անում եմ, իր համար եմ անում ու իրանով եմ անում, որովհետև Աստծո խոսքը ասում է ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ, փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Ես սիրում եմ Հովհաննես ավետարանը։ Ես շատ եմ սիրում Հովհաննես ավետարանը, որովհետև ամենասկզբից ինքը պարզ ինձ ու քեզ տալիս է ամեն հարցի պատասխան, որ սկզբում էր բանը, ռուսերենում կոչվում է սլովա, սկզբում էր խոսքը, եւ խոսքը Աստծո մոտ էր, եւ խոսքը Աստված էր, եւ խոսքը մարմին եղավ, եւ բնակվեց մեր մեջ, եւ ամեն ինչ որ եղավ, խոսքով եղավ։ Սիրելիս, գիտես, մի բան կա, որ Աստված ամեն ինչը որ արեց, խոսքով արեց, մինչև Տերը չխոսած ոչ մի բան չփոխվավ։ Ամեն։ Եթե հիշում եք ավետարանը, որը կարդաք, հիմնականում ցանկացած ավետարանում իրավիճակները փոխվում ոչ թե Քրիստոսի ֆիզիկապես ներկայությունից, այլ երբ որ Քրիստոսը խոսում է։ Հենց որ Քրիստոսը խոսում է, որովհետև ֆիզիկապես ներկայությունը ոչ մեկի մոտ բան չէր փոխում։ Եթե ֆիզիկապես ներկայությունը բան փոխեր, ու եթե մարդկանց մեջ հավատ կեղներ, ինքը իր ծննդավայրում մեծ բան կփոխեր։ Ամեն, բայց տեսեք ինչա տեղի ունենում։ Սիրես, հանդիպեց դիվահարին։ Դեմ առ դեմ հանդիպելա դիվահարին, ոչ մի բան չի փոխվել։ Տևերը սարսափում էին։ Գիտեին ով է իրանց դեմ կանգնած։ Գիտես, վախում էին խոսքից։ Վախում էին, որ հանկարծ Հիսուսը մի բան չասի։ Գիտեք ինչ ասին։ Մենակ չասես էլի, գնանք դժոխք։ Ուղարկի ես խոզերի մեջ, էլի, այդքանը խոսքն էր բան փոխում, սիրելիս, որտեղ Աստվածաշունչը հստակ ասում է, ամենասկզբից խոսքն էր։ Աստված ինչ արեց, խոսքով արեց։ Ու գիտես, մեր եղբայրներից մեկը, որի մասին որ ոչ մի բան գրած չկա, անուն չկա գրած, միգուցե գտնենք, հա, պեղումներ անենք, գտնենք, հնագետները գտնեն, բայց Աստվածաշունչը իր անունը չի տալիս, որտեղ այդ եղբայրն էլ իր անձի վրա չէր կենտրոնացած։ Գիտեք, այդ եղբայրը մի հատ մագանուն ուներ։ Հարուրապետ էր իր մագանունը։ Իր մագանունը հարուրապետ էր, ասում է, եւ մի հարուրապետ մարդ կար, որ իր իշխանության տակ մարդ ուներ, բայց գիտեք, հետաքրքիր ինչ է, իր իշխանության տակ մարդ ուներ եւ ինքն էլ իշխանության տակ էր, եւ ասում է, սրան ասում էր, գնում էին, նրան ասում էր, գալիս էին, երբ որ Քրիստոսին տեսավ, որ եկել էր իր ծառայի համար։ Գիտեք ինչ է ասում, սիրելիս։ Իր ծառայի համար մի հատ sense բան ասում. դու մի արի, դու մենակ ասա, որովհետև գիտեմ, իրավիճակը ոչ թե քո ֆիզիկապես ներկայությունն է փոխում, այլ քո խոսքը։ Սիրելիս, մարդուն փոխում է Աստծո խոսքը։ Ամեն, փառք Հիսուսին։ Ինչ իրավիճակ քո կյանքում ուզում է եղնի, սիրելիս, ինչ իրավիճակ ուզում է քո կյանքում եղնի, եթե դու ընդամենը մեդալով ես քրիստոնյա։ Այսինքն դոշիտ մեդալ կա կպծրած, որ դու ապաշխարել ես Ռաստովի կյանքի խոսք եկեղեցում, գիտես ում օրոք եմ ապաշխարել։ Դու գիտես այդ վախտովա ծառա է Ռաստովի կյանքի խոսք եկեղեցում ու հզոր քարոզիչի անուն են տալիս։ Այս մարդու ծառայության օրը ես եկե ապաշխարել եմ։ Սիրելիս, ամենահզոր ծառայողը Աստծո խոսքն է։ Այս խոսքից հզոր բան աշխարհում չկա, ոչ մի զենք չկա Աստծո խոսքից հզոր։ Ամեն, փառք Հիսուսին։ Ու գիտես, մեդալով ծառայողները ասում են, ես ես ինչ եկեղեցում եմ ապաշխարել, ես ես ինչ տեղն եմ ծառայել, ես չգիտեմ, ես այս ծառայությունների մեջ եմ, բայց ընդամենը մեդալով։ Այսինքն մեդալ կա դոշի վրա կախած։ Գիտես, աշակերտները ինչ էին ասում։
Հիսուսը մեր նավակի մեջ եղնի ոչ մի բան պետք չի։ Իմ նավակի մեջ եղնի ոչ մի բան պետք չի։ Որբիզի ես ու դու լավ հասկանանք, որ շարունակենք այդ պատմությունը նայենք, ամեն ինչ նորմալ էր։ Ես ապաշխարել եմ, տունս ապաշխարել, տնով տեղով եկեղեցի ենք գալիս, կրոնավոր քրիստոնյա ենք, բայց հենց կյանքում փոթորիկ է սկսվում, Հիսուսը մեր կյանքում քնած է։ Գիտես ինչ է, որտեվ կրոնավոր քրիստոնյա ենք, ոչ մի բանի կարիք չունենք։ Հիսուս ջան, դուք համար հանգիստ քնի, մենք մեր ձևով կգնանք։ Նորմալ է ամեն ինչ, իմ մոտ ամեն ինչ լավ է, բայց հենց որ արթնացրեցին Քրիստոսին, հասկացան, որ փոթորիկ, եղանակ, հանդարտեցնող է Քրիստոսն, ամեն։ Քո կյանքի ցանկացած փոթորիկ կարա հանդարտեցնի։ Գիտեք, բայց խնդիրը որն է, որ շատ հաճախ մենք այդ մասին մոռանում ենք, ու ես ու դու դրա մասին չգիտենք։ Որ իրավիճակներ ա գալիս, մենք սկսում ենք մարդուն նայել, Հովհաննեսը փորձեց մի քանի անգամ իր վրայից ուշադրությունը դարձնի դեպի ճշմարիտ Աստծուն։ Մենք մարդկանց ենք նայում, մենք իրավիճակների ենք նայում, այ որ մարդկանց ու իրավիճակներին նայելու փոխարեն նայես Քրիստոսին, որ թույլ տաս Տերը քո կյանքի համար խոսա, այդ ժամանակ ամեն իրավիճակ կփոխվի։ Ամեն ծառայության մեկի ժամանակ ինչ որ մի պատմություն եմ պատմում, օրինակի համար, երբ որ մարդը գնա եկեղեցի ներկայանա ու ես վկայում եմ այդ մարդու մասին, մարդ ով ընդհանրապես գոյություն չունի, ասում եմ պատկերացրեք հիմնականում մարդը, որ գալիս Աստծուն ծառայող մարդը, ոնց որ նոր մի քիչ առաջ մեր հովը ինձ ներկայացրեց, տեսեք, ասավ մեր եղբայրն է ծառայում է այս ինչ եկեղեցում ու ես հելա շարունակեցի, ամեն ես ներկայանալու կարիք չունեմ, որտեվ եղբայրը ներկայացրել է ու ես այստեղ ինչ չեմ ներկայացնում, հասկանում ենք, չէ՞ ինչ իմաստն եմ ասում, ես ինչ չեմ ներկայացնում, իմ անունով չեմ եկել, ես Տիրոջ անունով եմ եկել, որտեվ գիտեմ, որ Աստված ասում է օրհնյալ լինի Տիրոջ անունով եկողը, ես ուզում եմ այդ օրհնյալը լինեմ, որ Տիրոջ անունով եմ եկել, Տիրոջ անունն եմ ներկայացնում։ Ու օրինակի համար ասում եմ, մի եղբայր, որը ծառայում է Նորաշեն գյուղում, ու գիտեք շարունակությունը քարոզի վերջում ինչ է դառնում, բայց խի Նորաշեն։ Խի հնաշեն չէ, կամ գետաշեն, կամ պեմզաշեն։ Ասենք սա այդ քարոզի մեջից Նորաշեն բառը վերցրեցի, Նորաշեն գյուղը։ Գիտես սիրելիս, դու կարաս ամեն ինչի վրա կենտրոնանաս ու կենտրոնը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, բաց թողես։ Ու դենց է չհասկանաս, որ սատանան քեզ ինչ-որ մի մանիպուլյացիայով, ինչ-որ մի հատ բառով քեզի շեղում է մի ուղղության վրա, որ դու ընդհանրապես ճշմարտությունից հեռանաս ու նույնիսկ չես էլ հասկանում, չես էլ գիտակցում ու քեզ թվում է, թե դու այնպես լավ կյանքով ես ապրում, քո մոտ ամեն ինչ նորմալ է, մինչև առաջի փոթորիկը։ Մինչև որ մի հատ խնդիրի առաջ ես կանգնում ու հասկանում ես, որ այդ խնդիրը այդ իրավիճակը դու պետք է անցնես, եթե հոգևոր ես, այսինքն պետք է ունենաս աղոթքի ու ծոմի կյանք, ոնց որ Հիսուսն էր ասում է Իրան, այս դևին, այս իրավիճակի առաջ պետք է աղոթքով ու ծոմով կանգնես, այսինքն բարձ բան ասում է եղբայրներ, ես ձեզ սովորեցնում եմ հոգևոր ապրելու, որ ունենաք աղոթքի կյանք, ունենաք ծոմապահության կյանք, ոչ թե անունս տալով ման գաք, բայց իմ հետ անձնական հարաբերություն չունենաք, փառք Հիսուսին, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մի եղբայր աշակերտներից է։ Մի եղբայր, ես անկեղծ մեր առաքյալների կյանքը որ նայում եմ ու հետո նայում եմ իրանք ինչ վախճան են ունեցել, մի քիչ մտա վախությունով եմ իրանց մասին ինչ որ բան ասում, որ իմ դուրը չի գալիս, ինչ որ արարք, որ իմ դուրը չի գալիս, որովհետև ես որ նայում եմ, հետո իրանք ինչ ավարտ են ունեցել, հասկանում եմ, թե իրանք իրականում ինչ մեծ ու զորավոր հավատք են ունեցել, որ պատրաստ են եղել Քրիստոսի համար մեռնելու ու հետնել գիտակցաբար իմանալով, թե ինչ մայի են գնում։ Ու մի եղբայր ոգևորված ներկայությունից, չգիտեմ, տրամը երևի բարձր է եղել, չեմ կարող ասեմ, ու ինքը միացնես բան ասում։ Հիսուս, այոր հորը ցույց տաս է, քունեման տեղա չկա։ Այ որ հորը ցույց տաս, պատկերացնում ես մարդ քայլում է երկնքի երկրի տիրոջ հետ, արարչի հետ, ու գիտես ինչ ասում, այ որ հորը մեզի ցույց տաս։ Всё, մոդներս էլ ոչ մի հարց չի եղնի։ Ուստեղ տեսեք ինչ է պատասխանում։ Հովհաննես Ավետարան 14:8։
Փիլիպոսը նրան ասեց. Տեր, հայրը ցույց տուր մեզ եւ բավական է մեզ։ Ուրիշ էլ բան պետք։ Մենակ հորը տենամ էլ բան պետք։ Հիսուսն էլ նրան ասեց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինձ չճանաչեցիր, Փիլիպոս։ Այս փաստորեն այսքան ժամանակ ձեր հետ քայլում եմ, այսքան ժամանակ ձեր կյանքում հրաշք եմ անում։ Հələ չեք ճանաչել։ Փիլիպոս, ինձ տեսնողը հորը տեսավ եւ դու ինչպես ես ասում հայրը ցույց տու մեզ։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ, հայրն էլ ինձանում։ Եվ ամեն բան, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձից չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում այդ գործերը։ Այստեղ երկու բան է ասում։ Կամ դուք հասկանալու խնդիր ունեք, կամ հավատքի, կամ հասկանալու խնդիր կա։ Երկու բան ասում։ Ասում է, ո՞նց ես ինձ հարցնում, հորը ցույց տուր, ո՞նց չես տենում, որ ես ստեղ եմ։ Ու երկրորդը 10-րդ խոսքում, չես հավատում։ Կարող է չես հավատում, որ ես հոր մեջ եմ, հայրն էլ իմ մեջ։ Երկու կարևոր բան, կամ չգիտենք, չենք ճանաչում, կամ չենք հավատում։ Ուրիշ տարբերակ չկա։ Սիրելիս, ես իմ կյանքում մի հետաքրքիր փորձնեություն ունեմ, ուզում եմ դրանով կիսվեմ, ես հավատքի խնդիր չունեմ։ Որ Աստվածաշունչը կարդաս, ընդ շատ հետաքրքիր բաներ կա գրած ու կարող ես զարմանաս։ Եվ մեր հոգևոր գեներալներից մեկը մի պատմության հետ կապված ասում է, ոնց է գրված, որ ասում է, կետը մարդուն կուլ տվեց, հետո փխսեց։ Ու ոնց այդ մասին, ոնց կարա էլի կետը կուլ տա ու այդ մարդը սաղ մնա, հետո փխսի։ Ու գիտեք հետաքրքիր ինչ է, ասում է, որ Աստվածաշունչում գրած եղներ, թե Հովնան է կետին կուլ տվեց, ես կհավատայի։ Ամեն, եթե Աստվածաշունչում գրված է, որ Աստծո խոսքում եթե գրված եղնի, որ Հովնանն է կետին կուլ տվե, ես կհավատայի։ Ու ես հասկանում եմ, որ հավատքի խնդիր չունեմ։ Ու մի իրավիճակում է ասում, դա վաղուց էր, ու կանգնել եմ մի փաստի առաջ ու ասում եմ, իմ մոտ մի բան են չի։ Ուղղակի ես չէի հասկանում ինչ, ու ասում եմ, Տեր, բացի ես հասկանամ, ինչ է ինչ չի։ Ուզում եմ հասկանամ, ինչն է, խնդիրը որն է։ Ես հավատքի խնդիր չունեմ։ Ու գիտեք, հասկացա մի հատ կարևոր բան։ Հավատքի խնդիր չունեմ, բայց վստահության խնդիր ունեմ։ Հիմա բացեմ։ Տեր, ես այս իրավիճակը բերում եմ քո առաջ, տալիս եմ քո ձեռների մեջ։ Հոգ տար սրա մասին։ Ու 5 րոպեից հետո մտածում եմ, տենաս այդ իրավիճակի հարցերը ոնց եմ լուծելու։ Եղել է քո մոտ այդպես բան։ Սիրելիս, հավատքի խնդիր չունես, վստահության խնդիր է։ Գիտես խնդիրը որտեղ է գալիս, որովհետև մենք Տիրոջը չգիտենք։ Չենք հասկանում, հոգևոր պրինցիպներ կա, որ միգուցե մինչև հիմա էլ չենք հասկանում, ու շատ կարևոր է, երբ որ դու իրականում հավատքով տալիս ես Տիրոջ ձեռների մեջ, դրա մասին մոռանաս։ Ոչ թե Տեր, ուրեմն ես Մոսկվայում տուն եմ ուզում, Ռոստով եմ ուզում, Կրասնոդարում եմ ուզում, ու այս իրավիճակները տալիս եմ քո ձեռների մեջ։ Ինչ ուզում ես արա։ Ավելին ասեմ, մոռացի։ Դրա մասին դու մոռացի, ոչ թե մոռացի, որ Աստված հոգ կտանի։ Ես չգիտեմ հիմա որը ձեզ ավելի շատ դուր եկա, որ դուք Մոսկվայում, Ռոստովում, Կրասնոդարում տուն եք ունենալու, թե որ Աստծո խոսքը ասում է հավատք առանց գործերի մեռած է։ Թե որ հավատք առանց գործերի մեռած է։ Թե որ, չգիտեմ, չնստենք թախտին ու սպասենք բախտին, ու մեր հով գոռը ասում է բախտն եկավ անցավ, մնաց ինչ թախտին։ Մի քանի ժամանակ առաջ երեխուս հետ խանութ եմ գնում։ Ու ինքը գիտեք, որ իր այդ մտնում ես խանութ, դա մինուս ես։ Դու իր հետ գնաս խանութ, երևի սաղ երեխեքն էլ դենց են, դու որ գնում ես խանութ, ինքը ասում է, պապ, ես գիտես ես խաղալիքի մասին, չգիտեմ, ես ամեն ինչի մասին, ինչ կանեմ, երազ է, պապ, առելի, ես այնքան եմ դրա մասին, երազ է, ինքը պրոստը կահռոպկեն է, տեսես սիրուն նգարով։ Ու ինքը նենց հավեսով է խոսում, որ դու ոգևորված առնում տալիս ես, որ ուրախանաս, հենց տալիս ես ձեռը, հարցնում է, պապ, էս ինչ է։ Սիրելիս, գիտես ինչ է։ Բաներ կա, որ մենք ուզում ենք ու չգիտենք։ Չենք էլ հասկանում, էդի մեզի պետք է թե պետք չի, բայց երբ որ հայրը չի տալիս,
Ես իրանից լավ գիտեմ, որ իրան էդի պետք չի, ինք էդի չի ուզում, ինք էդի չի սիրում, բայց ժամանակ առ ժամանակ, որպես ծնող իրան հերես եմ տալիս, որ ինքը տենա, որ ես իրա հետ եմ, ես իրան օգնում եմ, որ ինքը ինձ կկանչի, ես իրան կպատասխանեմ։ Սիրելի, ժամանակ առ ժամանակ մեր Տերը իրականում մեզ երես է տալիս։ Բաներ է տալիս, իրականում անկեղծ եմ ասում, իմ կյանքից եմ ասում, բան եմ ուզել տվել է, իրականում դա ինձ պետք չի եղել։ Այդ պահին ինձ պետք էր տվեց ու ես հասկացա, որ դա ինձ ընդհանրապես պետք չի։ Ուղղակի Տերը ցույց տվեց, որ ես քո հետ եմ, ես քեզի լսում եմ ու քո կարիքին պատասխանում եմ։ Ամեն։ Հա, հալելույա։ Ու մի վկայություն պատմեմ։ Եղբայրների հետ որոշել էի գնա ինչ-որ միտեղ հանգստանալ, մի եղբոր հետ ամեն ինչից կտրվեի գնա ինչ-որ միտեղ հանգստանալ ու ոչ մեկին դրա մասին չի ասել։ Երբ որ գնացի այդ տեղը հանգստանալու, մեր եղբայրներից մեկը, որ ինձ ճանաչում է, ինքը հայ չի, ռուս է, մի տեսա հոլովակ նկարեց, որ այսօր մեր հետ, մեր հյուրն է մեր եղբայրը ու մի կարճ ինտերվյու արավ ու տեղադրեց բանում։ Այդ իրանց Telegram ալիքի մեջ։ Ու այդ Telegram ալիքի մեջ երևի 15000 մարդ կա։ Ու երբ որ այդտեղի հայերը իմացան, որ ես այդտեղ եմ, դե պատկերացրեք հիմա, թե ես ոնց պետք է հանգստանամ։ Եղբայրները եկան, նես ջան, ճիգարով դե դու էլ սելս ուր ուզում ես գնա որպես մարդ եղի, ոչ թե որպես ինչ-որ ծառայող կամ չգիտեմ ինչ դիրքով, բայց չմոռանաս, որ դու միշտ Տիրոջ առաջ ծառայող ես։ Ու երբ որ այդ եղբայրները եկան, ծանոթացանք, ասա իրանք ասեցին, մենք քեզի գիտենք, մենք քարոզները նայում ենք, ճանաչում ենք, եթե դժվար չի մեր համար աղոթի, ասի, հա, դժվար չի, կաղոթեմ, ասավ, դե սպասի ընկերս զարթնի քնից ու ինքն է կգա իր համար աղոթենք, ասեմ, տեր ջան, ես ինչ հոգատար եղբայր է, հələ ինքը հեչ իր անգերոջ մասին է մտածում, ու մեր եղբայրը ով որ պետքա գար, որ այդ մեր եղբայրը պետքա գար, որ հաց սարքեր, մենք հաց ուտենք։ Ու այդ օրը որոշել է տավարի խորոված անի։ Ինքը պետքա տավարի խորոված աներ, որ տավարի խորոված ուտենք, ասեմ ուտելու համար չեմ վկայում, ժողովուրդ ջան, Աստծո փառքի համար եմ վկայում։ Ամեն։ Ու գիտեք, եղբայրը զանգեց ինձ ու ասավ իմ գալը չի ստացվում։ Ես չգիտեմ ոնց անեմ, ասի ոչ մի բանի մասին հոգ մի տար, այստեղ ամեն ինչ եկա, որ բան պետք է լինի, խանութից կառնեմ։ Ոչ մի բանի մասին պետք չի մտածել, Աստված ամեն ինչի համար հոգ կտանի։ Ինչի համար եմ ասում, մի քիչ հետո կհասկանաս։ Ու այդ եղբայրը քնից ելնում է իր մյուս ընկերը, գալիս, իմ հետ ինքը ասում հրես եղբայրս եկավ ու ասում էսամ գնանք իրար հետ հաց ուտենք, ասում չէ հաց չեմ ուտում, ասում չէ ոնց կեղնի, հեսա գնալու ենք հաց ուտենք ու ինքը վազում է իր տեղ, իր այնտեղ սեկտորը, որտեղ որ ինքն էր, վազում է այնտեղ կանչ կար այնտեղ իրան։ Գնում է այնտեղ ու մի քիչ հետո այդ ամեն ինչը արած, այդ խորովածը արած գալիս է։ Որ խորովածը արած գալիս է, սեղանին դնում է ու գիտեք ինչ ասում։ Ասում է կար ջան, գնացի խորովածը արեցի, հասկացա որ այս ստեյքերը խոզիչ տավարի է։ Որ ես շփոթվել եմ, տավարի միս եմ բերել, ասի եղբայր դու չես շփոթվել։ Դու չես շփոթվել, որովհետև ու ես սկսում եմ վկայել, ասում եմ մեր եղբայրը Անդրանիկը պետքա գար, այստեղ տավարի խորոված աներ, որ մենք իրար հետ տավարի խորոված ուտենք, մի քիչ շփվենք իրար հետ, մի քիչ եղբայրը զարմացած ինձ անայում, կողքի եղբայրը։ Ասում ինչ եղա, ասում է Անդրանիկը հրես, տավարի խորովածը հրես։ Այսինքն Տերը ասել է որ Անդրանիկը կգա տավարի խորոված կինի, բայց որ Անդրանիկը ու ով է տավարի խորոված անելու։ Էդի Տերը գիտի, գիտես, սերիս Տերը գիտես հետաքրքիր բան ցույց տվեց, որ սովորական մարդկային կապրիզ էր, հա ցանկություն, որ այդ օր ուզում էի տավարի միս ուտել, բայց Տերը այդ ամեն ինչի համար հոգ տարավ։ Ու ավելին ասեմ, ու ոչ մենակ ես օրնվեցի, այլ Տերը օգտագործեց ինձ, որ այդ մարդկանց կյանքում եղնեմ օրհնություն։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ու գիտեք ինչն է իրանց կյանքում օրհնություն, ոչ թե ֆիզիկապես ներկայությունը, այլ որ ես իրանց համար աղոթեի,
իրանց համար խոսայ Աստծո խոսքից, էս է մարդուն փոխում։ Սելիս մարդու ստատուսը Աստծո խոսքն է բարձրացնում, գիտես։ Մարդու ստատուսը բարձրացնում է Աստծո խոսքը։ Տերը ում ուզի կբարձրացնի, ում ուզի կիճացնի։ Որ կարդակ Թագավորաց գիրքը, ընդ Աննան մի հետաքրքիր հայտնություն էր ստացել։ Ասում է Տերն է մերձնողն ու կենտանացնողը, բարձրացնողն ու ցածրացնողը։ Ամեն, հալելույա։ Ու երբ որ երեխու տղայիս հետ խոսում եմ, տղայիս հետ քայլում եմ, գիտեք, շատ հաճախ իմ ֆիզիկապես ներկայությունը իր կյանքում բան չի փոխում։ Ոչ մի բան չի փոխում։ Իմ ֆիզիկապես ներկայությունը բան չի խոսում։ Ինքը sense ոգևորված խոսում է, խոսում, պատմում է, ես նայում եմ ժպիտով, վայելում եմ, հա, իր ներկայությունը, այսինքն վայելում եմ, նայում եմ, ասում, «Էս ինչ լավ է, իմ երեխեն իմ հետ է, իմ հետ խոսում է, ինձանից ինչ որ բան է սպասում, ես ինձի շատ է սիրում»։ Նորմալ, ծանոթ բան եմ ասում։ Այսինքն ինքն էս սպասում է ինձանից։ Էլիս մեր հայրն էլ է ուրախանում, որ դու էս մտնում ես երեխեքի պես, հենց այնպես տեղը չի ասում, որ եթե այս մանուկներից մեկի պես չեղնեք, երկնքի արքայությունը չեք ժառանգի։ Մինչև այդ ամեն ինչը չես տենում, չես նկատում, չես հասկանում։ Ու գիտես, այսպես վայելում եմ, նայում ու վայելում եմ, բայց գիտեք հետաքրքիր ինչն է, այդ իրան քիչ է։ Գիտեք ինչ հարցրեց ինձ։ Պապ, քիչ ես խոսում։ Խոսա։ Այ որ դու խոսաս, որ դու խոսք տաս, այդ ժամանակ ես կհանգստանամ։ Սելիս, երբ որ Աստված խոսա, խոսք տա, բացես ու ասի՝ մի վախեցի, ես քո հետ եմ, մի վախեցի, ես քո Աստվածն եմ, մի վախեցի, ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև հաստատել եմ քեզ իմ արտարության աջովը, Եսայի 41:10։ Այդ ժամանակ փոխվում ես, այդ ժամանակ հանգստանում ես, այդ ժամանակ ներսդ խաղաղություն է գալիս։ Գիտես խի, որտեվ Տերը խոսաց, Տերը քո կյանքում խոսաց։ Եթե չգիտենք, բան չի փոխվի։ Եթե չգիտենք, ոչ մի բան իմ քո կյանքում բանը չի փոխվի, բայց հենց խոսում ես, Աստված բաներ է փոխում։ Այ որ կենտրոնացած չես եղնում, մանավանդ ստեղից, չգիտեմ, այս բեմից շատ հեշտ է, չէ՞, կոշիկների վրա կենտրոնանալ։ Ես նայես, ես ինչ կոշիկ է հակած, ես հակը նասկի չկա, ես ինչ է հակած։ Հովանեսը հատուկ կոշիկների համար շեշտել է, ասում է, հիշում եք այն, որ ինձանից հետո գալիս էր։ Ինձանից հետո եկողը, այ հենց իրա կոշիկների կապերը ես արձակելու արժանի չեմ, իրա կոշիկների վրա կենտրոնացի, որ գնաս խոնարվես իր առաջ կպնես ոտներին, փրկությունդ վերցնես, ոնց որ են 12 տարվա տեռատես կինը, որ խոնարվավ փեշերին կպավ վերցրեց, այ որ կոշիկներին է կպնես, կվերցնես։ Գիտես ինչ է, զորությունը կոշիկների մեջ չի, քո խոնարհության ու հավատքի մեջ է, որը կպնես, կվերցնես։ Հալելույա, ինչ քաղցր է մեր Աստված։ Հալելույա։ Միտեղ մարդիկ, որ հենց Քրիստոսին չգիտեին, մեկը եկավ, վազելով մտավ ներս, ասավ Մեսիային գտանք։ Հալելույա։ Այդտեղը շատ եմ կարդացել, բայց յուրահատուկ ձևով եմ ուզում ներկայացնեմ այդտեղը։ Դու պատկերացրու Քրիստոսին, Փրկիչին սպասող մարդը, որ Տիրոջը գտնում է։ Անես չէր, որ Տերը կորած է։ Սելիս, հավատաս ինքը կա։ Հավատաս փրկությունը իրանով է։ Հավատաս ինքը մեր աշխարհի ու այս երկնքի ու երկրի թագավորն է։ Հավատաս բան չի փոխվի։ Քո հավատքից ու հավատալուց ու չհավատալուց իր մոտ բան չի փոխվում։ Քեզ է վնասում։ Հավատքդ օգնում է, չհավատալդ կորցնում է։ Ասում է, այ ով որ նրան հավատա, կփրկվի։ Ոնց։ Այս գիտեի ով որ խաչը վզին կախի կփրկվի։ Չէ, դինչ չի, դուք չգիտեք։ Բայց գիտեի ով որ գնա եկեղեցի, աղոթի, որ գողություն անի, չբռնվի, չի բռնվի։ Չէ, դինչ չի։
որ կարդաս ասում հատուկ քո համար ես պատվիրան եմ տվել, որի մեջ շեշտել եմ, մի գողացի, ոչ թե արի աղոտի, որ գնաց գողանաս չբռնվես, չէ, մի գողացի, խի չգիտենք, սելիս մի հատ հարց տամ, հավատացեք, 99%-ն է գիտի, որ գողանալը մեղք է, 99%-ն է գիտի, գիտես խի եմ ասում 99%-ը, որտև են մի տոկոսը վստահ է, որ ինքը ճիշտ է անում, որտև իր պապան սովետի վախտով գողացել է, հիմա էլ ինքն է գողանում, էդի ճիշտ է, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա, հետո ինչ են եկոր, իր հավեկեմը դրել իմ տարածքի մեջ, ես վերցել եմ, իմ տարածքի մեջ, իմն է վերջ, ես չեմ գողանում, այ քո ծառը ասենց աջ է թեքվել է իմ տարածքի մեջ, էդի իմն է, իմ տարածքի մեջ է, վсё, ես ինչ իրավունք ինչ ուզեմ կանեմ, բայց էդի դենս չի, բայց էդի դենս չի սիրելիս, խի մենք չգիտենք, սելիս, մի վրա մի կենտրոնացի, Քրիստոսի վրա կենտրոնացի, Քրիստոսը չեղներ, ես ու դու իրար չենք է ճանաչելու, Քրիստոսը չեղներ, ես ստեղ կանգնած չէի հեղնելու, գիտես, Քրիստոսը միշտեղ էլ կա ու կեղնի, այ եթե ես Քրիստոսի մեջ չեղներ, Քրիստոսն էլ իմ մեջ չեղներ, այդեղ ընդհանրապես ես ու դու իրար չենք է ճանաչի, չենք է շփվի, առանց Քրիստոսի մենք շատ սաղսել ահավոր մարդիկ ենք,